Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազատություն գործողության կասեցման մասին, որը Պարսից ծոցում մնացած նավերն ազատելու գործողություն էր։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։ Թրամփը իր որոշումը բացատրել է Պակիստանի եւ այլ երկրների խնդրանքներով, Իրանի դեմ արշավում հսկայական ռազմական հաջողություններով ու Թեհրանի հետ լիարժեք ու վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ նշանակալի առաջընթացով։ Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ քանի դեռ շրջափակումը լիովին ուժի մեջ է, ազատություն նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի, տեսնելու համար, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել ու ստորագրվել, նշել է Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Իրանի դեմ էպիկական ցասում գործողությունը ավարտվել է։ Նախագահը տեղեկացրել է Կոնգրեսին, մենք ավարտել ենք այս փուլը եւ այժմ աշխատում ենք ազատություն նախագծի վրա։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ երկուշաբթի օրվանից սկսած Միացյալ Նահանգները օգնություն կցուցաբերի Հորմուզի նեղուցում արգելափակված եւ լքել ցանկացող նավերին։ Նա նշել էր, որ այդ նավերը պատկանում են Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հակամարտության հետ կապ չունեցող երկրներին։ Նա շեշտել է, որ այդ նավերը չեն վերադառնա Հորմուզի նեղուց, մինչև իրանական ճգնաժամը չկարգավորվի։ Միևնույն ժամանակ Axios պարբերականը ամերիկյան դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով հաղորդում է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը ավարտում են խաղաղության հաստատման շուրջ 1 էջանոց հուշագրի համաձայնեցումը։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ հուշագրով Իրանը պարտավորվելու է հրաժարվել ուրանի հարստացումից։ Դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները եւ հնարավորություն կտա Թեհրանին օգտվել արևմտյան բանկերում գտնվող սառեցված իրանական միջոցներից, նշում է Axios-ը։ Կայքի տեղեկություններով Վաշինգտոնը եւ Թեհրանը նաեւ պարտավորվելու են ապաշրջափակել Հորմուզի նեղուցը։ Axios-ի աղբյուրները նաեւ ասել են, որ Վաշինգտոնում հուշագրի վերաբերյալ իրանական կողմի պատասխանը սպասում են առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր հայտարարել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում կընդունի միայն արդար ու համապարփակ համաձայնագիր։ Մենք կանենք մեր լավագույնը բանակցություններում մեր օրինական իրավունքները եւ շահերը պաշտպանելու համար, ասել է Իրանի արտգործնախարարը Պեկինում Չինաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպումից հետո։ Մենք ընդունում ենք միայն արդար եւ համապարփակ համաձայնագիր, նշել է նա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Մայիսի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ, երկու արտգործնախարարները քննարկել են միջազգային հարաբերությունների եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաեւ երկկողմ շփումների ժամանակացույցը, ասում են Ռուսաստանի արտգործնախարարությունից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ զրույցը կառուցողական ու գործնական է եղել։ ԱՄՆ պետդեպարտամենտի տարած հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանում եւ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների վիճակը։ Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Yrıldırım անվանումով հրթիռը ունի 6000 կիլոմետր հեռահարություն եւ 9-ից մինչեւ 25 մահ արագություն։ Երկրի պաշտպանության նախարարության հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի կողմից մշակված հրթիռը ներկայացվել է ՍԱՀԱ 2026 պաշտպանական ու ավիատիեզերական ցուցահանդեսում, որը մեկնարկել է երեքշաբթի։ Սա նշանավորվել է երկրի ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերից մեկի հանրային ներկայացմամբ։ Այն որպես վառելիք օգտագործում է հեղուկ ազոտի տետրոքսիդ եւ աշխատում 4 հրթիռային շարժիչներով։ Վրաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված զեկույցին, որը հեղինակել է լիտվացի պատգամավոր Ռասա Յուկենչիվեչենեն։ Արտաքին գործերի նախարարությունը հատուկ մտահոգություն է հայտնում, որ Եվրամիության ինստիտուտներն օգտագործվում են վրացական պետության, ժողովրդավարական ինստիտուտների եւ արժեքների, այդ թվում վրացական ուղղափառ եկեղեցու դեմ ուղղված հարձակումների համար, ինչը կոպտորեն վիրավորում է ժողովրդի կրոնական զգացմունքները։ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների եւ աշխարհաքաղաքական խնդիրների գործի քայնացումը, եվրոպական ինտեգրման գործընթացի օգտագործումը որպես քաղաքական գործիք ու Եվրամիության անդամակցության գործընթացում նախապայմաններ առաջ քաշելու փորձերը, որոնք անմիջականորեն ազդում են երկրի ազգային անվտանգության վրա եւ ստեղծում տարածաշրջանում լարվածության լրացուցիչ սրման ռիսկեր, անընդունելի են։ Եվրամիության ինստիտուտի կողմից նման անարդար վերաբերմունքը խաթարում է Վրաստանի ու Եվրամիության միջև հարաբերություններն ու վնասում ընդհանուր շահերին։ Վրաստանը որպես Եվրամիության պատասխանատու եւ նվիրված գործընկեր վերահաստատում է իր պատրաստակամությունը
անդամությունը փոխշահավետ համագործակցության հիմնված հարգանքի, վստահության եւ ընդհանուր արժեքների վրա ու ակնկալում կառուցողական եւ արդար մոտեցում Եվրամիության ինստիտուտներից, ասվում է Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունում։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, մնացեք առաջինի հետ։